Հարգելի գործընկերներ, հարգելի խորհրդարան, սիրելի ժողովուրդ, ամփոփելով այսօրվա օրը, սիրելի գործընկերներ, 8-րդ գումարման ազգային ժողովը կարևորագույն որոշումներ է կայացրել խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն է տեղի ունեցել 8-րդ գումարման ազգային ժողովի գործունեության ընթացքում։ Մենք սահմանազատման եւ սահմանագծման կանոնակարգն ենք ընդունել։ ԵՄ դիտորդներն են եկել Հայաստան, որից հետո սահմանային լարվածությունը նվազել է, եւ սա պատմական առաքելություն է եղել։ Մենք 8-րդ գումարման ազգային ժողովով խաղաղության ճարտարապետությունն ենք հիմնել։ Եվ հիմա 9-րդ գումարման ազգային ժողովի առաքելությունը պետք է լինի ամրացնել այդ ճարտարապետությունը եւ թույլ չտալ, որ որևէ մեկը, որևէ ուժ, կլինի դա Հայաստանի ներսից, առավել եւս Հայաստանի դրսից, փորձի խաթարել խաղաղության ճարտարապետությունը։ Ազգային ժողովի վարկանիշի մասին խոսեցին այստեղ Քոչարյանի դաշինքի ներկայացուցիչները, բայց ազգային ժողովի վարկանիշը ձևավորվում է բոլոր խմբակցությունների գործունեության արդյունքում։ Եվ քանի որ նախորդիվ ընդդիմադիր խմբակցությունները ընդհանրապես ոչինչ չեն արել, եկել են այսպես պատտվել են, գրանցվել են ու մյուս դռնով դուրս են եկել։ Եկել են ելույթներ են ունեցել, չեն լսել արձագանքները, թողել գնացել են։ Իրենց պաշտոնները չեն վերցրել, հանձնաժողովի նիստերին չեն մասնակցել, բովանդակային քննարկումներին չեն մասնակցել, ոչ մի օգտակար բան չեն արել Հայաստանի Հանրապետության ժողովրդի բարեկեցությունը 1%-ով, 0.1%-ով անգամ լավացնելու համար։ Դրա համար ազգային ժողովի վարկանիշը այդ օրին է եղել։ Ու հիմա էլ այդ օրին կլինի, եթե մենք ունենանք նույն որակի ընդդիմություն։ Բայց պարոն Ռուբինյանի հորդորին ոնց որ թե մեր ընդդիմադիրները չեն հետևում եւ շարունակում են նույն բանն անել։ Երբ որ պարոն Ռուբինյանն ասում է զրոյական կետից եկեք սկսենք, պարոն Ռուբինյանը չի ասում եկեք ամեն ինչ մոռանանք, ինչ եղել չի եղել, ոչ։ Պարոն Ռուբինյանն ասում է, որ եկեք չգնանք տրորված ճանապարհով, եկեք նույն սխալները չկրկնենք, հատկապես ձեզ համար է սա ասում։ Մեզ համար էլ է ասում, բայց ես կարծում եմ, որ հատկապես ընդդիմադիր ֆրակցիաներին է սա վերաբերում։ Սա հնարավորություն է ձեզ համար։ Պարոն Վիլեն Գաբրիելյանն ասաց սա մարտահրավեր է, ոչ, սա հնարավորություն է ձեզ համար չլինել այնպիսին, ինչպիսին որ 8-րդ գումարման ազգային ժողովի ուրեմն ընդդիմադիր ֆրակցիաներն էին։ Բայց դուք մեկ այդի գալիս եք այստեղ շարունակում եք թեզեր շրջանառել, որոնք չեմ ասի, սուտ են, կասեմ իրականությունից չափազանց հեռու են, աննկարագրելի հեռու են իրականությունից։ Ձեր խմբակցության падգամավորը, ուժեղ Հայաստան խմբակցության падգամավորն այստեղ ասում է, մեր քարոզարշավը ամբողջությամբ ճշմարտության վրա է հիմնված եղել, մենք լսել ենք ժողովրդին, նրանց կարիքները եւ այլն, ոչ, ձեր քարոզարշավն ամբողջությամբ հիմնված է եղել, պարոն Կարապետյան, հատկապես ձեր խոսույթում 300,000 ադրբեջանցիների վերադարձի վրա։ Դրա համար են իմ գործընկերներն անընդհատ սա շեշտում, որովհետեւ ձեր ասած Էլի չեմ ասում սուտը, իրականությանը չհամապատասխանող մեղմ ասած տեղեկատվությունը ամեն օր էլ ավելի մեծանում է, ամեն օր դուք ավելի մեծ պրոբլեմ եք ունենում, որովհետև ամեն հաջորդ օր ձեր ասածը ավելի է հեռանում ճշմարտությունից, եւ դուք եք ամեն օր ավելի հեռանում ճշմարտությունից, քանի դեռ չեք եկել եւ այստեղ պատասխան չեք տվել։ Այդ ինչեր էիք խոսում։ Այդ ինչ ավտոբուսներով ադրբեջանցիներ էին գալիս, այդ AI-ով եւ այլն եւ այդպես շարունակ։ Այդ ինչեր էիք խոսում դուք ընդհանրապես։ Այդ ինչ մանկապարտեզում ադրբեջանցիներ էին սովորում։ Դուք պետքա գաք, պարոն Կարապետյան։ Քաղաքականությունը դրա մասին է։ Պետքա գաք այստեղից պատասխան տաք Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, ում տերորի եք ենթարկել։ Պետքա պատասխան տաք այն քաղաքացիներին, ում տերորի եք ենթարկել նաև ըստ տարածված տեղեկությունների Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, որ փորձել եք օտարերկրյա ազդեցության շնորհիվ միջոցով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր ապրում են Հայաստանից դուրս, բերեք եւ փորձեք ստիպել նրանց ընտրել։ Փողով կլինի, դրսում աշխատող տարբեր կազմակերպություններում նրանց բարեկամներին ճնշելով կլինի, այստեղ աշխատող նրանց բարեկամներին ճնշելով կլինի եւ այլն եւ այդպես շարունակ։ Դուք ախր սրա մասին շատ լավ գիտեք եւ ես ուղիղ ձեր բոլորի աչքերի մեջ նայելով ասում եմ սա։ Հանգիստ ասում եմ, որովհետեւ դուք սա գիտեք, սա ճշմարտությունն է, անհերքելի ճշմարտությունն է սա, անհերքելի։ Եվ խոսում եք վարչական ռեսուրսից, իբր քաղաքացիական պայմանագիրը վարչական ռեսուրս է կիրառել եւ այլն եւ այդպես շարունակ, կրկին մերկապարանոց հայտարարություն։ Հարյուրավոր ձայնագրություններ են հրապարակվել եւ շարունակում են դեռ, պատկերացնում եք, շարունակում են դեռ հրապարակվել, մի ամիս անցել է ընտրություններից, դեռ շարունակվում են ընտրակեղծիքների եւ ընտրակաշառքների վերաբերյալ, ուրեմն ձայնագրություններ տարածվել։ Էլի ձեր ֆրակցիայի падգամավորն այստեղ եկավ, եթե չեմ սխալվում, խոսեց ընտանեկան արժեքներից։ Այդ ձայնագրություններում ով ում ինչ հայանք ասած չէր տալիս։ Մեկին ասում էր մորդ կբերես քվեարկության, այն մեկ ասում էր Էս կանես, են կանես, ընտանիքի անդամներին փող կբաժանես, դե նրանք 5 հոգի են, դա ձեր ընտանեկան արժեքների մասին պատկերացումները։
Հա, դա ձեր ընտանեկան արժեք։ Դուք պետքա գաք այստեղ նաև խոսեք եւ հերքեք, օրինակ իմ ընկալումը ձեր ընտանեկան արժեքների մասին, պատկերացումների մասին, որովհետեւ իմ ընկալումները դրանց վերաբերյալ ձևավորվել են վերջին շրջանում տարածված ձայնագրությունների հիմքով եւ հակառակը չեմ լսել։ Ես չեմ լսել հակառակը ախր, չեմ լսել, որ դուք դատապարտեք օրինակ նման բան, չեմ լսել ընդհանրապես։ Լսել եմ ուրիշ բան, որ դուք փորձում եք հայլայն մեղադրանք հնչեցնել քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերաբերյալ, մի կուսակցության վերաբերյալ, որը որ առավոտից երեկո բակերում, մարդկանց տներում, փողոցներում, գյուղերում, բոլոր համայնքներում քարոզարշավ է իրականացրել, ուղիղ կանգնել է քաղաքացիների դիմացը, լսել է եւ վատը, եւ լավը, եւ դրա արդյունքում ձևավորվել է այն ազգային ժողովը, որը որ այսօր ձևավորվել է։ Խոսքա գնում շատ կարևորում եմ, որ անդրադարձակ ուրեմն Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների վերադարձի խնդրին, շատ կարևորում եմ, բայց չեմ ընկալում հետևյալ արտահայտությունը։ Չկա խաղաղություն, եթե գերիները չեն վերադարձել։ Ես ձեզ կասեմ հակառակը։ Գերիները չեն վերադառնա, եթե չլինի խաղաղություն։ Եվ դա մենք հողի վրա ապացուցել ենք։ Խաղաղության գործընթացը որքան ամրացել է, գերիներ են վերադարձել Հայաստան, դուք չգիտեք սա։ Չգիտեք սա։ Գիտեք, չէ՞ դուք սա։ Դուք սա գիտեք, բայց մեկը գալիս եք, ինչ եք արել դուք գերիների վերադարձի համար։ Արել ենք այնպես, որ վերադարձել են բազմաթիվ մեր հայրենակիցներ եւ խաղաղության գործընթացը ամրացնելու շնորհիվ են վերադարձել։ Իսկ դուք փորձում եք խաղաղության գործընթացը վիճեցնել, որովհետեւ էլի դուք, պարոն Կարապետյան, բազմաթիվ արտահայտություններ եք արել, որոնք խաղաղության պայմանագրի ուրեմն վիճեցման մասին է։ Տարածաշրջանային ապաշրջափակման վիճեցման մասին է, թրիփ նախագծի վիճեցման մասին է։ Դրա համար ենք մենք ասում, որ եթե դուք գաք իշխանության, լինելու է պատերազմ։ Եթե դուք գաք իշխանության, օրինակը հարցնում է պարոն Նարեկ Կարապետյանն իր տեղից, օրինակ, երբ որ դուք փորձում եք TRIP ծրագրին, ուրեմն բերել խառնել աշխարհի բոլոր հնարավոր պետությունները, որոնք իրար հետ ունեն ամենատարբեր, ուրեմն քաղաքական մոտեցումները, ամենատարբեր դիտարկումները աշխարհակաղակական տարբեր զարգացումների մասին։ Այդ մի օրինակ, լիք օրինակ կարամ բերեմ, բայց ելույթս ներողություն ձեզ օրինակներ բերելու համար չի, որ ժամանակս պետքա ծախսեմ։ Հենց դրա համար ենք մենք ասում, որ սեպտեմբերին կլիներ պատերազմ, եթե դուք գայք իշխանության, դուք ասելով նկատի ունեմ Ուժեղ Հայաստան խմբակցությունը Սամվել Կարապետյանի հետ, Հայաստան դաշինքը Ռոբերտ Քոչարյանի հետ եւ Բարգավաճ Հայաստանը Գագիկ Ծառուկյանի հետ։ Դրա համար ենք մենք ասում պատերազմի եռագլուխ կուսակցություն։ Մենք սրա համար ենք դա ասում։ Ես հիմա ոնց որ բացված կտամ, էլի խի ենք մենք ձեզ անվանում պատերազմի եռագլուխ կուսակցություն, խի ենք չէ, եւ շարունակում ենք այդպես անվանել։ Եվ պոչը, այո, շնորհակալ եմ պարոն Ալեքսանյան, պոչը դե ընդհանրապես հիմա չգիտեմ ուրա վերջերս չեմ լսել ուրեմն պատերազմի եռագլուխ կուսակցության պոչի մասին։ Եվ ամփոփելով։ Եվ մի շատ կարևոր հարց ունեմ ձեզ, որ 5 տարի է Հայաստան դաշինքին տալիս ենք, հələ պատասխանը չենք լսել։ Ես լսեցի, որ ձեր խմբակցության падգամավորներից ոմանք ոչ ուղիղ տեքստով, անուղղակի կերպով տարածքային պահանջներ են ներկայացնում հարևան պետություններին։ Ասում են, որ կոնկրետ տարածքը, որը Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմաններից դուրս է, հայկական է։ Ես ուզում եմ դուք, պարոն Կարապետյան, ձեր ելույթում ասեք, քանի քառակուսի կիլոմետր է Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքները։ Քանի քառակուսի կիլոմետր է։ Հայաստան դաշինքը չի ասում։ Չի ասում, պարոն Վարդևանյան, հիշում եք, դուք եք դաշինքից եղել, չէիք ասում։ Հիմա հերթը ուժեղ Հայաստանին ովելի է եկել, եւ հայտարարություններ է անում, որոնք անուղղակի կամ ուղղակի կերպով տարածքային պահանջներ են ենթադրում, որ հարևան պետությունների նկատմամբ եւ ռիսկի տակ եք դուք դնում ձեր այդ խոսույթով Հայաստանի Հանրապետության ժողովրդի խաղաղությունը։ Ռիսկի տակ եք դնում։ Չգիտեմ ինչի վրա եք ժպտում դուք, պարոն Կարապետյան, երևի հնդածս կծանոթանամ ձեր միմիկաներին, ինչից ինչ միմիկաներ եք արտահայտում, բայց ամեն դեպքում պատասխանեք այդ հարցին։ Եվ սիրելի ժողովուրդ, սիրելի քաղաքացիական պայմանագիր խմբակցության գործընկերներ, ես վստահ եմ եւ մեր ժողովուրդն էլ է վստահ հաստատապես, որ մենք շարունակելու ենք ամուր կանգնած լինել մեր տեղում, պետականության հիմքերում, լինելու ենք կառավարության հենարանը, առաջ ենք տանելու խաղաղության ճարտարապետության ամրացումը, TRIP ծրագրի իրականացումը, տարածքների ապաշրջափակումը, ճանապարհների ապաշրջափակումը, ամրացնելու ենք Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությունը եւ եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ազնվորեն գնացել են ընտրատեղամաս, քվեարկել են,
առանց կողմնակի միջամտությունների, առանց կաշառքների, անգամ եթե մեզ չեն քվեարկել, եւ հատկապես շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն քաղաքացիներին, որոնք տեր կանգնեցին խաղաղությանը եւ մինչեւ վերջ տեր են կանգնելու խաղաղությանը։ Իսկ ձեզ, պարոն Ռուբինյան, բնականաբար հաջողություն եմ մաղթում։ Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ։